տերորիստական նկրտումներ ունեցող անձնավորությունը, որ հիմա նստած է Մեղադրյալի աթոռին եւ ըստ իրավապահ համակարգի տարբեր ստրուկտուրաների տված հայտարարությունների կոնկրետ մեղադրանք կա առաջադրված եւ մեղադրվում է։ Հիմա նա որ վայնասուն է բարձրացնում, ասում է ես ենթարկվում եմ քաղաքական հետադմփումների դասականի ասած։ Հիմա ինչ դուք ակնկալում եք, որ ես պետք է ասեմ, վայ, ես ինչ լավ է, որ մեր իրավապահ համակարգը գործում է, մեր դատավորներն էլ բանա, պոտենցիալ Բեն Լադենի շորերը հակած տերորիստին, Բեն Լադենի վերածված իրականում հայ առաքելական եկեղեցու հագուստի տակ պահկված Բեն Լադենին պետքա մեր դատարանը, որ կալանավորում է, ասենք, բերեք այդ դատավորի ճակատը համբուրենք։ Ներողություն, Սերժ Սարգսյանն էլ տարիներ շարունակ պտտվում է դրսում։ Ռոբերտ Քոչարյանը պտտվում է։ Ռոբերտ Քոչարյանի որդին կոնկրետ քրեական գործով անցնում էր եւ կալանավորված էր։ Մի ամբողջ խմբակցության մի քանի գլուխ պատգամավոր։ Մանդատը մի կողմ դրեց, որ Ռոբերտ Քոչարյանի տղան արդարադատությունը շրջանցի։ Ու իրականում շրջանցեց։ Գլխավոր դատախազը բան չունի ասելու։ Այսինքն, եթե դուք օրինակ եք բերում, ես կարող եմ այդ օրինակները հարյուրավոր ձեզ ի հակառակ օրինակներ բերել, որ դատական համակարգը ուղղակի չի գործում կամ թերի է գործում։